Պարոն Սարգսյան, ինչպես ընթացավ այսօրվա նիստը, ինչ հարցեր քննարկվեցին, եթե մի բառով ամփոփեք, այսպես ասած։ Այսօրվա նիստը, ինչպես տեսակ, քաղաքացիական պայմանագիրը փորձում էր նորից քարոզարշավ անել, որ երևի հրաման են ստացել իրենց վերնախավից, որ նախկին ներկայի Երևանի հարցերը թողած նախկին ներկայի մեջ թեզերի մեջ մտնել, իրենց մանկապարտեզների տենդերները, մանկապարտեզների թերի կատարումները թողած, անցել են, չգիտես որ թվականների մանկապարտեզներից են խոսում, բայց փաստացի իրանք եկել են այստեղ, որ մանկապարտեզները իրենք ինչպես ասում էին կառուցեն, ոչ թե թալանեն այդ մանկապարտեզների գումարները, վերցնեն ու չսարքեն, բազմից մեր խմբակցության հավաքանիները տեսել եք ներկայացրել են այդ ամենը, որ գումարները կա, բայց մանկապարտեզներ գոյություն չունեն։ Հարցերի հետ կապված չզեկուցվող հարցերի հետ կապված ասեմ, բերում են 23-24 օրակարգում հարց, որից 1-2-ն է զեկուցվող, մնացածը հանրությունից փորձում են թաքցնել, այնինչ մեր բնակիչներին հետաքրքիր է ինչ հարցեր են քննարկվում, ինչ որոշումներ են կայացվում, բայց դա ԿՊ-ն սիրում բազմաբնակարան շենքերի թույլտվություններ, նմանատիպ հարցեր քողարկում են այլ հարցեր, մի քանի տարբեր հարցեր, որոնք իրար հետ լրիվ առնչություն չունեցող հարցեր մեկ փաթեթով բերում եւ անց են կացնում։ Լավ կլինի, որ զեկուցվող լիներ, բայց ինչ Տիգրան Ավինյանը քաղաքապետ է դարձել, այդ մեխանիզմը գործում է, մինչ այսօր, ինչքան մենք փորձեցինք ասել, որ զեկուցեք, մեր բնակիչներից թաքցնելու մենք ոչինչ չունենք, իրենք որոշ շահերի բախումով, դա բազ երևում է, որ շահերի բախում կա այդտեղ, որոշ գործարարների հետ կապված, գաղտնի են բահում, նույնը նոր տարում, դեկտեմբեր ամսին են բերում փաթեթով անցկացնում, քանի որ բնակիչները նոր տարվա առօրյայով քիչ խառնեն, որ չհասկանան ինչ է կատարվում, արագ բերում եւ անց են կացնում, հետո դրանից հետո որ խնդիրների են բախվում, սկսում են իրենց արդարացնելու համար սկսել նախկինից խոսալ, ներկայից խոսալ, նմանատիպ ձևով իրենց պահել, որը անընդունելի է իհարկե, երբ որ ստանձնել ես իշխանությունը ստանձնելու հետ կապված, իրանք ինչ էին խոստացել, խոստանում էին, որ թալանը հետ ենք բերելու, հիմա այսօր եկել են, ասում են, այս ինչ թվականին այս ինչը վերցրել են, թալանել են, ժողովուրդ ջան, 7 տարի իշխանություն ունեն, բոլոր այցանները, թե դատախազությունը, բոլոր միջև սահմանադրական դատարան իրենց ձեռքի, իրենց իշխանության լծի փողի ներքո է, ասես ճակերտավոր ասեմ, որը պետք է իհարկե տարանջատված լիներ դատական համակարգը, բայց տեսել ենք թե ձայնագրություններ դատավորին զանգեցին նմանատիպ բոլորս մեր հանրությունը տեսել են նմանատիպ ելույթներ, Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ վարքագիծը, այդ ամենը ինչ է նշանակում, որ իրանք փորձում են իրենց իսկ թալանը քողարկել նախկինի փողի տակ, այսինքն իրանք թալանում են, փորձում են ասել, տեսեք նախկինը, 7 տարի ժամանակ ունեիք, բերեիք այդ թալանը ուրա։ Ես չեմ տեսնում ուրա։ Ես չեմ ասում նախկինում չի եղել թալան կամ եղել է, եթե դուք ասել եք, հետևաբար բարի լինեիք, այդ կոպեկը բերեիք եւ տեսնեիք այդ ամենը։ Քրեական գործեր են հարուցվում անհասկանալի կերպով, հետո վաղեմության ժամկետով անցնում ասում է, ինչը վերաբերվում է իրենց մոտ մարդկանց, վաղեմության քան են ձգձգում այդ գործերը, որ վաղեմության ժամկետը լրանում է եւ պատիժ չի նախատեսում։ Այդ է պատճառը, նույնը մեր խմբակցության Գևորգ Ստեփանյանի հետ կապված այսօր բարձրաձայնվեց, այո դա դատապարտելի արարք է, դրանից առաջ նաև ինձ հետապնդում էր տեղի ունեցել, անձամբ ինձ, բայց Տիգրան Ավինյանը ոչ մի դատապարտում չարեց, քրեական գործը տենցել չգիտես ինչու հասավ եւ կարճեցին, չկար նման բան, բայց այնինչս ապացուցել էի, որ կար հետապնդում 15 օրվա ընթացքում, այդ մեքենան հետապնդել էր, բայց ինչևէ դա էլ անցնենք իմ անձի հետ կապված, այո, մենք բարձրաձայնում ենք կոռուպցիոն սխեմաները, մենք աշխատում ենք մեր երևանցիների համար, սկսած փոսերից, մանկապարտեզներից, բակերից, ծառերից, բոլոր տեղերում երևի նկատել եք, մենք ամենօրյա ռեժիմով, նաև կիրակի օրերը աշխատում ենք մեր բնակիչների օգտին եւ բարձրաձայնում ենք իրենց հարցերը։ Հնարավորինս փորձում ենք ստիպելով որոշ փոքր հարցեր թեկուզ, ինչ կարողանում ենք մենք լուծել, այնինչը մեծ կոռուպցիոն մեխանիզմի է, մեծ գումարների է, փորձում են իրանք անտեսել մեր քաղաքացիներին եւ մերժել։ Պարոն Սարգսյան, իմ հարցը պարոն Ստեփանյանի հետ կապված, այստեղ ավական նիստից ենթադրելի էր, որ իշխանության ներկայացուցիչները խոսում էին նրա մասին, որ կարելի ասել պարոն Ստեփանյանն է մեղավոր, հա, որ իբրև իր դեմ, այսպես ասած, նման քայլ են իրականացնում։
Դե իրանց որակումով կարելի է գնահատել, եթե պարոն Ստեփանյանն է մեղավոր, հետևաբար ավականու լիազորությունով մենք չպիտի բացահայտենք իրանց կոռուպցիաները, մենք բացահայտելու ենք, ասեմ ավելին, ցանկացած ինչ ուզում են անեն, հետապնդում կանեն, մեքենաներ կփորձեն այրել, մինչև գործը չբացահայտվի, այո, մենք միշտ էլ անելու ենք, մենք չենք նայելու, թե իրանք ինչ են անում, թե ում միջոցներով են անում, մենք այդ ճնշմանը չենք գնալու, մենք տեսել ենք այդ ամեն ճնշումը, անձամբ ես այդ 7 տարվա ճնշումների մեջով, թե դատական գործերով եմ անցել, բայց նորից ինձ չեն կարացել լռեցնել, չեն էլ կարողանալու լռեցնել իրանք, շարունակելու եմ Այր Հայաստանը գործել նույն ոճով ու ավելի բարձր ոճով, իշահ մեր երևանցիների։